Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ձեր այն, որ դուք ընկնդրում եք մեր հաղորդումները եւ այն, որ դուք ակտիվ մասնակից եք մեր հաղորդումների, դա մեզ ոչ միայն ոգևորում է, այլ նաեւ պարտավորեցնում։ Շատ շնորհակալ եմ։ Այսօր պատրաստելու ենք մի ուտեստ, այսպես մի քիչ խառը նորիտներով լեցուն ուտեստ եւ այդ ուտեստը պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Արտուր Ասատրյանը, հայ-խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության երիտասարդ եւ խոստումնալից անդամ։ Ողջույն Արտուր։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Իսկ տրամադրությունը մարտական մտահղացումը ինչի պիտի վերածենք այս մտահղացումը, ինչ ուտեստ պիտի դառնա այս մթերքները, ինչ պիտի դառնան։ Պիտի դառնան առողջ առաջինը մարդու համար։ Երկրորդը պատրաստելու ենք խոզի կողոսկրեր, տապակած կողոսկրեր, հաստկող, սերուցքային սոուսով եւ ոլորով։ Սերուցքային սոուսով։ Օգտագործելու ենք այսինքն խոզի հաստկող, չալաղաջ, կատնասեր, կարակ օգտագործել ենք, կարակ, սպանաղ, կանաչ ոլոր, կիտրոն եւ սոխ։ Կիտրոն եւ սոխ։ Եվ ձեթ ենք օգտագործել, այստեղ տեսել եմ ես։ Ինչ սկզբի համար ինչ պիտի անենք։ Ի սկզբանե մարինացնենք կողոսկրերը։ Ինչու ենք մարինացնում։ Մարինացնում ենք ինքը արդեն նախորոք մարինացված է աղով, ուրցով եւ կարմիր բիբարով։ Պղպեղով։ Այո, աղ, պղպեղ եւ ուրց։ Ուրց։ Հիմա ավելացնել ենք արդեն սոխ վրան։ Մի քանի շերտ բավական է։ Սոխի համար չալա։ Այս բաղադրատոմսը դու ես հորինել, թե կար այդպիսի բաղադրատոմս, մի որոշ փոփոխություններ ես արել։ Կար որոշ բաղադրատոմս։ Այո։ Սա դու քո իմպրովիզը, քո մտահղացումը։ Այո, իմպրովիզով սա ես ավելացրել եմ։ Կիտրոնը կիսում ենք մեջտեղից։ Սա դու համեմում ես այդ հաստկողը։ Այո։ Իսկ եթե մենք ափսեի մեջ համեմենք, ինչ կարծիք ես։ Համակարծիք ես իմ կարծիքին, այսպես տեղադրենք, խնդրեմ։ Կիտրոնի հյութ։ Այո, խնդրեմ։ Կար արդեն համեմունք աղ, պղպեղ, ուրց, ավելացրել ենք սոխ եւ կիտրոնի հյութ։ Մզում ենք կիտրոնը։ Պիտի ուժ ունենանք նաեւ ուտեստ պատրաստելիս, հա։ Ավելացնում ենք մի քիչ ծետ։ Բուսայուղ։ Եվ հետագայում տապակելու ընթացքում արդեն սա բավական կլինի, որպեսզի մենք չավելացնենք ծետ տապակի մեջ կամ ավելացնելուց շատ քիչ ավելացնենք։ Շատ լավ։ Իսկ սա մինչև մարինացվի, պատրաստենք սոուս, սերուցքային սպանախով, տապակած սպանախ թարմ վիճակում տապակելու ենք։ Կոթերը հեռացնեմ ես, չէ՞։ Այո։ Խնդրեմ կտրատել մանր, Գեր Մամուլյան, եթե Դանակով պիտի կտրատենք։ Այո։ Չհամաձայնվեցի։ Մի քիչ օգտագործում ենք կարակ։ Բա կարելի է այս մատղաշ սպանախին դանակի շեղբ կպցնել։ Խնդրեմ տակ փայտիկ Գեր Մամուլյան։ Այո։ Սա մի քիչ օգտագործում ենք։ Սրանց թուլացնեմ։ Տապակում ենք սկզբից ուժեղ կրակի վրա, որպեսզի հյութը դուրս տա։ Կարող ենք մենք ցուցադրել գոնե, այսպես տապակում ենք, այսինքն թեթևակի շոկ է հարում ենք։ Շոկ է հարում ենք։ Համեմելու ենք սև բիբարով։ Եվ կավելացնենք սերուցքը հիմա։
Եվ սկսում ենք խառնել։ Խառնել, որպեսզի ինչ լինի։ Չկտրվի եւ Մի քիչ պնդանա, չէ՞ քիչ սոուսը։ թանձրանա։ Կարող ենք նաեւ ցանկացողները կարող են նաեւ ալյուր ավելացնել մի քիչ սոուսի մեջ թանձրության համար։ Բայց իրականում Դեպք։ խորհրդական սերուստները Կարիք չունեն։ կարիք չունեն, այո, մի քիչ տաքանալուց հետո պնդանում են, ձգվում են։ Թողնում ենք եւ եռա։ Իսկ այդ ընթացքում ինչ պիտի անենք։ Նախապատրաստենք մեր տապակը, որպեսզի տապակենք արդեն կողոսկրերը։ Եվ ամենավերջում արդեն ոլորի տապակած ոլոր ենք որպես խավարտ ավելացնելու եւ քանի որ պատրաստվում է մի քիչ ավելի արագ, դա կանենք ամենավերջում։ Տևելու է մի քանի վայրկյան։ Շատ լավ, շատ լավ։ Սոուսը պատրաստ է արդեն, կարող ենք թողնել որպեսզի հանգստանա։ Մոտակայք։ Հանգստանալու վայրը այդտեղ չէ։ Այ ինձ մոտ լավ կհանգստանա սա։ Ուժեղ կրակ է հարկավոր թե։ Այո, սկզբից ուժեղ կրակ, որպեսզի կարողանանք կեղևապատենք։ Եվ պահենք մեջի հյութերը։ Պահպանենք։ Եվ այսպես Պարոն Մամուլյան կխնդրեմ օգնեք, պատրաստենք ափսեն, ձևավորենք։ Ափսեն պիտի ձևավորենք։ Այո, Ինչ պիտի ձևավորենք, ինչով։ ձևավորում ենք կիտրոնով, կիսալուսին կտրած։ Սա մեկ անկյունում տեղադրում ենք կիտրոն։ Եվ ես ուշադիր լսում եմ։ Սպասում ենք միսը, որպեսզի տապակվի մինչև վերջ եւ նույն տապակում պիտի նույն տապակում արդեն ոլորը պետք է տապակենք։ Այս մի փոքրիկ ժամանակը մենք օգտագործեցինք Արտուրի հետ, որ հասկանանք, որ միսը չի կարելի ծածկել տապակելու ժամանակ։ Նույնիսկ եթե դրա մասին Արտուրին հուշել են մասնագետները Իսպանիայից։ Այո, կրակի մասին եք մոռացել։ Հարկավոր է մի քիչ իջեցնել կրակը կերևապատելուց հետո եւ կունենանք քո ուզած եփված վիճակը։ Իսկ տապակելուց հետո մենք արդեն միասին շարունակենք պատրաստել նաեւ խավարտը, չէ՞։ Այո։ Եվ մատուցել։ Ահա, արդեն տապակվում է, արդեն կամաց պատրաստվում է։ կամաց աշխատանքի վերջը տեսնում եմ ես։ Ժպտացիր մի անգամ, արդեն կարող ենք մտածել, որ ուտեստը համեղ է լինելու։ Ճիշտ են բարեկամներ, դու հուզմունքից է, որ այդպես դեմքդ լրջացնում ես, թե ժպտաց ես սիրում։ Պատասխանատվության զգացումն է, չէ՞։ Ուղղակի պետք է նշեմ, որ Արտուրը շատ այդպես հետաքրքիր եւ հետաքրքրվող խոհարար է, պարզ է սկսնակ խոհարար է, բայց ինքը միշտ պրպտուկի մեջ է միշտ Արտուրը եւ իրեն իր համար բոլոր նորությունները հաճելի է լսել եւ կիրառել։ Տեսա ինչքան լավ բաներ ասեցի քո մասին։ Գիտեի դրա մասին։ Չէ՞։ Մեր կողոսկրերը գրեթե պատրաստ են։ Ահա, խավարտը ոնց ենք տապակում։ Խավարտը տապակել ենք նույն տապակի մեջ, արդեն թույլ կրակի վրա, շատ։ Եվ այնուհետև հրան ավելացնում ենք բիբար եւ մատուցենք։ Վերջ, դու ինչպես կցանկանաս։ Պատրաստ է արդեն միսը, դու ես գիտեմ դրա պատճառը, շատ ու շատ ճաշակողներ ռեստորանային մսի հետ կապված ունեն մի պատկերացում, անպայման պիտի չոր լինի, մեջը որևէ
այսպես հյութ չլինի, բայց նաև վարված չլինի։ Այս երիտասարդ խոհարարները մտածում են ինչպես անեն, որ ամբողջապես այդպես չոր լինի մեջը եւ վրայից էլ կեղևը չսևանա։ Խավարտը անմիջապես սկսում ենք պատրաստել։ Ընտրեմ։ Սև պղպեղ պիտի ավելացնի։ Սև պղպեղ։ Այսպես։ Պահում ենք բոլորը մի քանի վայրկյան, քանի որ ինքը շուտ է եփվում եւ շուտ է իր Արտուր ջան, քո ասած վարքյանը մեր արևմտահայոց պատկերացման վարքյան է, թե հենց վարքյան է։ Պահում ենք մոտ 10 վայրկյան, 10-ից 15 վայրկյան։ Որպեսզի նա չփափկի։ Եվ անմիջապես տաքացնենք սոուսը, կերմա պարոն Ամուլյան։ Անմիջապես տաքացրու սոուսը։ Իսկական մեր շատ ռեստորաններին հարիր ուտեստ չլաչ, և կանաչ ոլոր։ Եվ կթալի միջոցով այն հիմա տեղափոխենք արդեն գովոսկրերի վրա։ Համեմեցինք հաստկողը աղով, պղպեղով, սոխով, կիտրոնով և բուսական յուղով, բարեկամներ, տապակեցինք խոզի հաստկողը, պատրաստեցինք թանձրուկ սպանախով և կատնասերով Եվ բարի ախորժակ։ և բոլորն էլ դրեցինք կողքը և բարի ախորժակ։ Արտուր ջան, խնդրեմ, ինչ առաջարկ հորդոր կամ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին, կարող ես օգտվել առիթից։ Պահպանեք ազգային խոհանոցը, քանզի դա է բոլոր ազգերի հայցակարգը աշխարհում։ Հարգելի հեռուստադիտողներ, ուշադիր եղեք մեր այցեքարտի նկատմամբ, մեր խոհանոցի նկատմամբ, ընդհանրապես ազգային խոհանոցի հետ խոսելիս, ազգային խոհանոցի մասին խոսելիս, պիտի մենք մի քիչ զգույշ լինենք։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արտուրին, ցանկանանք, որ ինքը ոչ միայն պահպանի, այլ նաեւ զարգացնի այդ պրպտումները, որ ինքը դրսևորում է, թող տա լավ պտուղ եւ լավ արդյունք։ Շնորհակալ եմ Արտուր ջան, ապրես։ Բարեկամներ, ժամանակը անսահմանափակ չէ եւ եկավ մեր հրաժեշտ տալու ժամանակը։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք, որ այդ հանդիպումներից հետո մենք դառնանք ավելի առողջ ու երջանիկ։ Ուզում եմ, որ լինենք մենք համբերատար եւ միաբան եւ հաղթանակը մերն է լինելու, հաղթանակի դարն է եւ այսպես պատրաստվենք հաղթանակներին, կռենք մեր հաղթանակները մեր իսկ ուժերով, մեր իսկ իտաղացմամբ։ Ստեսյուն բարեկամներ։ Խոզի հաստկող սերուցկային սոուսով։ Խոզի հաստկող 500 գրամ, սոխ 80 գրամ, կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ, ձեթ 30 գրամ, ոլոր 100 գրամ, սերուցք 150 գրամ, սպանախ 20 գրամ, կարագ 40 գրամ, աղ, պղպեղ։ Բարի ախորժակ։